Բարև ձեզ իմ սիրելի հայրենակիցներ, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի բնակիչները 3 տարի շարունակ ինձ հարցնում են Արևիկ ջան, բա մեզ երբ ես հիշելու, 2026 թվականի մարտի 3-ին ես հիշել եմ ձեզ, եկել եմ միասին տեսնենք ինչ կա չկա Դվին բնակավայրում Դվին տանող ճանապարհին մեզ ողջունեց այս հուշաքարը։ Այստեղ տեսնում եմ բանաստեղծություն եւ ուզում եմ կարդալ ձեզ համար, սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ։ Տերը քո հովանու, թևովն զայն արդար, Դվին քաղաքին հիշյալ դարեդար։ Վասնի մուխտը արի ի կատար, Սարգիս ծառայից նվեր հուշաքար։ Շնորհակալություն Սարգիսից։ Սիրելի դվինցիներ, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր F-Net Telecom ընկերությունը ունի հասանելիություն նաև ձեր բնակավայրում։ F-Net-ը առաջարկում է ֆիքսված ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ ու մի շարք խելացի լուծումներ։ Օրինակ, բազմաֆունկցիոնալ դոմոֆոն, շենքի եւ սեփական տան մուտքերը եւ ելքերը տեսահսկելու համար։ Այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 8988 հեռախոսահամարով կամ այցելել պաշտոնական կայք fnet.am։ Հաղորդաշարի գործընկերն է Emily Farm դեղատների ցանցը։ Առաքման ծառայության համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Սիրելի հայրենակիցներ, հասա Դվին բնակավայրի միջնակարգ դպրոց։ Փորձեցի տնօրենին տեսնել, նրան ողջունել, բայց դպրոցի պահակը ասաց. դուրս եկեք դպրոցից, մենք լրագրողներից վախենում ենք, ինչի համար եք եկել։ Դե, ես էլ ստիպված դուրս եկա։ Վերջ, այսքանը դպրոցից։ Սիրելի փոքրիկ դվինցիներ, ես ձեզ խնդրում եմ, ինչ որ ուտում եք կամ խմում եք, մի նետեք դպրոցի ետևում գտնվող այս առվի մեջ, ձեր բնակավայրը որտեղ որ ապրում եք, մի աղտոտեք, չի կարելի։ Ոնց եք։ Նորմալ։ Եկեք ծանոթանանք, ես Արևիկն եմ, դուք։ Պետիկը։ Պարոն Պետիկ, առաջին անգամ եկել ենք, որ տեսնենք Դվինում ինչ կա չկա։ Հիմա ուզում եմ, որպես Դվին բնակավայրի բնակիչ, մեզ մի փոքր պատմեք Հարազատ գյուղի մասին։ Իր առօրյա գյուղը, առավոտը լույսը բացում է, մտնում են հողը, գիշերը մեկ էլ գալիս են հասնում տուն։ Բայց դեռ ցուրտ է, եղանակները չեն տաքացել։ Կապ չունի։ Հենց ոտի տակ չորացավ, գյուղացին դաշտ տան։ Օ, արդեն սկսվել են աշխատանքները։ Մաքրում են, ծառայում են անում, ամեն ինչ հողին պահանջում է։ Դուք հողագործական աշխատանքներ անում եք։ Այո։ Հա, ինչ եք մշակում։ Դեղց, ջերմած։ Իսկ խաղող։ Մեր գյուղը խաղողով չի զարգացած։ Դեղցով է զարգացած։ Դեղցով, ծիրանով, ծառատեսակներով։ Հա։ Գլխարապես ծառատեսակ։ Պարոն Պետիկ, այս տարի ձմեռը շատ ցուրտ էր, շատ ձյուն եկավ։ Դա ինչ է կարծում, բերքին օգուտ կտա, թե վնաս։ Հա։ Բայար ջուրը կհավաքի ջրամբարներում, ոռոգման ջուր կլի։ Քանի տարեկան եք դուք։ 70։ Իմացաք, չէ՞ թոշակները բարձրացնելու են ապրիլից։ Ինչքան եք ստանում։ 36,000 դրամ։ 10,000 կավելանա ձեր թոշակը։ Դա հագին բան է, էլի փրկվենք։ Բայց դրան զուգահեռ խանութներում մթերքը կթանկանա, ամեն ինչ կթանկանա։ Էդ էլ Աստված կորոշի։ Մեր որոշելու բանը չէ։ Աստված չէ, մարդիկ են որոշում։ Գները մարդիկ են բարձրացնում։ Գները մարդիկ չեն բարձրացնում։ Հա։ Պետությունն է բարձրացնում։ Գներն ինչ կապ ունի մարդկանց բարձրացնելու հետ։ Պետությունը խոչընդոտ է առաջացնում, ջարը հաճելն էլ բարձրացնում է։
Հիմա ընդհանրենք մեր խանութներում մեր գյուղացիներ են աշխատում։ Նրանք երբեք վատը չեն կամենա իր համագյուղացում։ Իհարկե։ Բայց ինքը ստիպված է բարձրացնել, որովհետև պետությունը բարձրացնում է։ Դե թանկ ստանում է, ստիպված թանկացնում է։ Ինչ անի խանութի աշխատողը։ Ոչ մի բան։ Խանութը մեղավոր չի։ Ամեն ինչում մեղավոր է պետությունն է։ Ոնց հասկանում եմ, գոհ չեք մեր պետությունից։ Ինչի գոհ չեմ։ Գոհ ենք։ Դեռ որ Հայաստանը կա, գոհ ենք։ Հենց որ չգոհ չենք էլի։ Հələ որ Հայաստանը կա, մի կերպ ձգում ենք։ Նրան հենց հետո ինչ կլի, դա Աստված գիտի։ Պարոն Պետրոս, իսկ գյուղում հարևանություն անել կա։ Բա ոչ չկա։ Գյուղացին մեկը մեկին ճանաչում է։ 3000-ից ավել բնակչություն կա Դվինում։ Բոլորին ճանաչում եք։ Երևի 90%-ին։ Դվինցիներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն լսեք, ես առաջին անգամ եկել եմ, որպեսզի ծանոթանամ Դվին բնակավայրի ու իր բնակիչների հետ։ Հիմա դուք պետք է ինձ ցույց տաք, թե դվինցիները ինչ տեսակ մարդիկ են։ Շատ բարի, ահա որ լավ մարդիկ են, բայց մի քիչ կռվար է։ Ճիշտ է։ Այո։ Համաձայն եմ, կռվար է, այո։ Դե ուշանա չեն թողնում պրոսմատային։ Մի րոպե ուշանա չեն թողնում։ Այսինքն ձեր դասերը ժամ քանիսին են սկսում։ Թասկես պիտի 10 րոպե։ Եթե մենք թասկես չգնանք, ուրեմն դռները կփակեն։ Եթե ուշացաք 10 րոպե, 5 րոպե չեն թողնում։ Բայց կարող է երկու ժամով մտնենք։ Վայ։ Այսինչ է կատարվում Դվինի դպրոցում, պատկան մարմիններ արձագանքեք, այսինքն եթե աշակերտը 5 րոպե ուշանում է, ուրեմն դպրոց չպետք է մտնի։ Այո։ Ձեր դպրոցում երեխեք կա 5-ի A, 5-ի B, հա? Աբը մենակ չկա։ Երեխեք ինձ մի հարց է հետաքրքրում, ինչի պակաս ունեք գյուղում։ Լույսեր քաշեն։ Մեր վերև փողոցն ու տակի փողոցը արել են, բայց մեր փողոցը չեն արել։ Ասֆալտապատել են։ Հա։ Չէ, ասֆալտ չէ, բան, լույս չեն դրել։ Ես կուզեի ստադիոնում որ գոլեր կա, դրա վրա սետկա տնեմ, որ գնդակը չթողում Ու գծեր քաշեին, որ այն գծերի խաղային խոտերը մեկ է մաքրեին։ Հա։ Ամենակարևորը Մեկ էլ սարքը սարքեին։ ճանապարհները լուսավորեին։ կարևորն է։ Մեկ էլ սադը սարքեին։ Ունենք փողոցներ, որոնք լուսավորված չեն, ասֆալտապատված չեն։ Այնտեղ մի հատ սովորական ֆուտբոլի այդպես ռեշետկաներ խփեին, որ կարողանային խաղային Կուզեի ֆիզկուլտուրայի ֆուտբոլի ժամին։ ձալը թազը սարքեին։ Մատ բան ասեմ, մեր դասարանում տեղ կա, որ ջարդված է այդ բանը, պատը, որ բանը լինի կարա հանգիստ փրվի էլի մեր դասարանը։ Կողոս ճակած է։ Աղջիկներ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, ապրում ենք, Փառք Աստծո։ Դասերը վերջացրիք։ Այսօր քանի ժամ եք արել։ Ահա, ինչ եք ստացել։ 9 մաթեմատիկից, ես 8 ռուսերեն մաթեմատիկից։ Որ դասարանում եք սովորում։ Բոլորդ։ Երեխեք, ինձ ձեր գյուղի մասին ինչ կպատմեք, ուզում եմ ճանաչեմ Դվինը։ Դվինը մայրաքաղաք է, հին։ Այո, որ մայրաքաղաքն է եղել։ Հնագույն Հայաստանի 7-րդ մայրաքաղաքն է եղել, ճիշտ է։ Եվ գիտեք Դվին բառը ինչ է նշանակում։ Դվին նշանակում է բլուր, այսինքն մայրաքաղաքը հնում կառուցել են բլուրի վրա։ Իսկ դուք եղել եք Հնաբերդի Դվինի ավերակներում։ Այո։ Այստեղ քաղաքամայրից ավերակներ ունեք գյուղի տարածքում, թե ոչ։ Ոչ, մենակ Հնաբերդի մահացածում։ Ահա, ձեզ տարել են, էքսկուրսիա ունեցել եք։ Իսկ ընդհանրապես էլ որտեղ են ձեզ տանում էքսկուրսիաների։ Գյումրի եք գնացել։ Հետո Գառնի։ Գառնի տաճարը։ Ահա։ Քարիսիկոնյա, Գյուղում ապրելը լավ է, թե վատ է։ լավ, շատ լավ։ Ես Որովհետև ավտոմեքենաներից հետ չեն գնում, դրա համար բակում խաղալը հեշտ է։ Գյուղի բնակիչները միմյանց հանդեպ հարգալից են վերաբերվում։ Այո։ Մեկը մյուսի նեղին հասնում է, թե ոչ։ Այո։ Այո։ Ինչ ավանդույթներ ունեք, որ պահպանում եք։ Մարտի 8-ը։ Բոլոր տոները նշում եք։ Իսկ գյուղին վերաբերող մի ավանդույթ, որ մենակ դուք եք անում։ Օրինակ կողքի գյուղերում այգ է զարթում, Շահումյանում Ջանգյուլումն են տոնում։ մենք աղել ենք։ Հա։ Տոնում եք, նշում եք, ապրեք։ Գնում ենք հավաքվում ենք, փողեր ենք բանանում։ Հետո գնում ենք ամեն մեկս խանութ ու մեր ուզած բաները առնում ենք։ Եկեղեցի ունեք գյուղում։ Այո։ Շատ հեռու է։ Չէ։ Անուն ինչ է։
Սուրբ հարություն։ Իսկ պատարակներ տեղի են ունենում։ Քահանա ունեք։ Շատ լավ է, երեխեք ջան։ Եկեղեցի ծննդյան օրնել են նշում։ Մենք կգնանք եկեղեցին կտեսնենք։ Ինչ կցանկանաք մաղթել մեր հայրենիքին։ Միշտ խաղաղություն։ Կապույտ երկինք։ Աշխարհում էլ պատերազմները դադար են, չէ՞։ Երեխեք, հարցը հետևյալն է։ Դվին բնակավայրի բնակիչների նախնիները որտեղից են տեղափոխվել այստեղ գյուղ հիմնել։ Արտաշատից։ Ոչ։ Ոչ։ Ձեզ հանձնարարություն, անպայման կգնաք ու ձեր պատմությունը կսովորեք։ Միշտ գիտեիր եկել ենք ձեր գյուղ, հա։ Ձեզ միշտ տեսել եմ բան YouTube-ով բանով։ Ես գիտեի դուք արդեն եկել եք, բայց հիմա եմ տեսնում որ գալիս եք։ Առաջին անգամ ենք եկել, որպեսզի Դվինը բացահայտենք։ Կցանկանամ ինձ ձեր առօրյայից պատմես։ Շատ լավ անցնում, երեխաները լավն են, գյուղացիները համեստ են, բոլորն էլ տենց հանգիստ են խոսում։ Կռվարար չեն այսինքն։ Ինչ խմբակ ես մասնակցել։ Սպորտի եմ գնացել, մեկ էլ շախմատի մրցույթների։ Իսկ գյուղում ունեք գործող խմբակներ։ Հա։ Ահա, ինչ խմբակներ կան։ Կարատե կա, մեկ էլ նկարչություն։ Որտեղ է այդ ամենը իրականացվում։ Գրադարակի կան դա։ Ահա, միշտ բաց է գրադարակը։ Միշտ չէ։ Ժամեր կա եւ օրեր։ Այսօր բաց է։ Չէ, ամառն է բացվում կամ գարնան լավ տաք օրերին։ Այսինքն գնում եք, գիրք եք վերցնում ու կարդում։ Հա խաղեր կան լիքանդե, շատ հա, ցենց եթե ընկերների հետ են կլնում, շատ լավ անցնում ժամանակը։ Այ որ գիրքն է ամենից շատ տպավորվել։ Հովհաննես Թումանյանի գրքերից էր։ Հեքիաթներից, հա։ Իսկ Տիգրան, ընդհանրապես տատիկից, պապիկից խրատներ լսում ես։ Նրանք ինչ են ասել, որ տպավորվել է քո մեջ։ Դե կռիվ չանեմ շատ, մեծերին հարգեմ, չի կարելի, որովհետև ամեն ինչ որ բան խոսալու ժամանակ իրենց ընդհատեմ։ Ու միշտ ասել եմ, որ լավ սովորեմ, որովհետև ապագայում կարող է լավ մարդ դառնամ։ Կարողա չէ։ Եթե լավ սովորես, հաստատ կդառնաս։ Դվինցիներին խնդրենք, որ գյուղը մաքուր պահեն։ Պատկան մարմիններին էլ խնդրենք, որ գյուղում աղբամաններ տեղադրեն, որովհետև աղբամաններ չլինելու պատճառով երեխաները աղբը նետում են ուր պատահի։ Ճիշտ է, ու ջայնացնում են։ Մարդիկ եկել են, ասել են, որ պետք չի շպրտել այդ աղբը արվի մեջ ինչ որ ճանապարհներին, որտեղ էս ասցին կարող է բան բերեն դնեն, կարող չէ հաստատ կարող է բերեն դնեն այդ աղբամաններից։ Դու ականատես եղար, չէ՞, որ փուչիկը տվեցին երեխեն փչին, հետո ընկավ այդ արվի մեջ։ Ինչ արեցի ես։ Ասա, ինչ արեցի։ Ասացիք, որ պետք չի տենց անել, ամեն մի բանը պետքա խնայել։ Դրանից հետո ասացի ոնց նետեցիր, գնա վերցրու։ Այո։ Պետք է այդպես անենք, որպեսզի մեր երեխաները մի փոքր խելքի գան։ Հա, չի կարելի դուրս աղտոտում ենք ու աղբի մեջ ապրում ենք։ Ով ինչ որ ուրիշ տեղից գան, կասեն նայեք ինչ վատ գյուղ է։ Քաղաքներից գան, կասեն մաքուր չեն պահում իրենց գյուղը, բայց ամենուրեք համատարած այս վիճակն է։ Համ Երևանում, համ Վեդիում, համ Արտաշատում, ամեն տեղ մարդիկ ուտում են, նետում են իրենց աղբը։ Ինչքան կարելի է այսպես։ Նետելուց է, որ ես ինչ որ բան եմ կերել, չեմ գցել ստեղ այնտեղ պարտադիր ման պայել եմ այնքան մոտս, մինչև ման գամ գտնեմ աղբաման։ Ահա, ապրես։ Գիտես հիմա ինչ կուզեի։ Մի հատ մառոժնի։ Չէ։ Հաստատ չէ։ Սուրճ։ Ճիշտ է։ Առավոտից չենք խմել։ Մեզ ուր կտանես, որ սուրճ հյուրասիրեն։ Այստեղ։ Այստեղ։ Հա։ Էսում տունն է։ Մուրադապերի։ Թե արի բարձրանանք երկրորդ հարկ տեսնենք տանը ով կա, թե չէ էսպես։ Եկեք։ Գաղտագող եկել նստել ենք։ Ռուզան տուտա։ Հյուրեր ընդունում եք։ Արևիկը, Տիգրանը, Աշոտել ունենք մեզ հետ։ Աշոտ, լավ, ուզում ես դու մի արի, դու մնա այդտեղ, մենք գնանք կոֆե խմենք գանք։ Տատի,
Տատի, բարև։ Բարև, Ո՞նց ես։ լավ եմ, շատ լավ եմ։ Այ տատի, եկեք ծանոթանանք։ Իմ անունը Արևիկ է։ Ձեր անունը ինչ է։ Իմ անունը Ռոզայա։ Դվին գյուղում եք ծնվել, տատի ջան։ Այո, Ահա։ Ուզում եմ մեզ հին դվինից մի փոքր պատմեք, էլի։ դրիշ պատմեմ, դաշտեն աշխատել եմ, 7-րդ դասարանին եմ գազեմ, դաշ աշխատել եմ, տանբակ եմ մշակի, օղակավար եմ մնի, դեպուտատ եմ մնի, այդ այ, ուրիշ բան չկա։ Դեպուտատ եք եղել։ Հա, Գերագույն դեպուտատ եմ եղել, Տոմսը ծերցեք, մուծել կա, բամբակի վաղտ, բամբակ եմ խաղել, 200-300 կիլո բամբակ եմ խաղել։ Բամբակ որտեղ եք աճեցնում։ Ոստեղ եմ առաջ դվինում բամբակ կար առաջ։ Ինձ հետ ձեր առօրյայով կխոսեք, ոնց միշտ խոսում եք, այդպես, բարբարով։ Բարբար հայցին չեմ խոսում, ինչ պետք է խոսամ։ Էդ այ բալաջանը, ուրիշ բան չկա։ Տատի, ձեր ամուսինը դվինից է եղել։ Հա, իմ ամուսինը դվինցին եղել։ Ես էլ դվինցին եմ եղել։ Իմ ամուսինը 54 տարեկան մահացավ, ջահել մահացել է։ Իրար սիրելով եք ամուսնացել։ Այո, սիրել ենք արել ենք, այդունը դեպուտատ վաղն են սարքել։ Գերագույն սովետ դեպուտատ Արուշանյանն էր այն ժամանակ։ Օգնեց, խողը տվեց, շուրը տվեց, այդ մեր պոնը սարքին ստրվել ենք։ Քանի երեխա ունեք։ 5, 3 աղջիկ, 2 տղա։ Աղջիկները որտեղ են ամուսնացել։ Մեկը Վեին Արտաշատ, մեկը գյուղի մեջ Էմինե Բաղրամյան։ Հա, եկեք բարև ենք ձեր աղջիկներին։ Բարև։ Իրենք նայելու են մեր հաղորդումը, ձեզ տեսնելու են։ Հիմա ապրում եք փոքր տղայի եւ իր ընտանիքի հետ։ Հա, իմ հարցի իմ տղայի մոտն եմ, հա։ Իմ մեծ տղաս Վերի դվինն է, ապրում նոր տեղն էր, տղաս էլ խարսել է, իրեն օծեցան գնացին։ Այստեղ հարսին ասում եք խարս։ Անունն եմ ասում, Լիլիա, հարս, այ, հարսել եմ ասում, Լիլիայել եմ ասում, որից հարսնում եմ։ Ռոզա տատի, ձեր հարսին դուք ինչպես եք ընդունում, որպես ձեր աղջիկ, թե որպես ձեր հարս։ Որպես իմ աղջիկ, լավ ընդունում եմ, իմ հարսը նույնիսկ պահում է, ամեն ինչով, իմ տղաս է շատ լավ են, երկուսն էլ, ծաղել, հմենել, երեխեքս է շատ լավ են, իմ հանդեպ շատ լավ են, մի օր չկան, մեկ էլ օր սեղ են, իրա մորը տսնոսն էդ հասն։ Իսկ ինչ խորհուրդ կտաք ներկայիս հարսներին ու սկեսուրներին, իրար հետ ինչպիսի հարաբերություններ։ Շատ լավ է, իրար իմ հարսը խես հարաբերությունները շատ լավ է, հա, անտերի, մեր որդի նման, մեր աղջիկ։ Այսինքն պետք է իրար հետ լինեն։ Լավ ենք։ Մայր ու աղջիկա նման։ Մայր աղջիկ, հա։ Որ ընտանիքում համերաշխություն այո։ ունի։ Տատի ջան, իսկ ձեր առօրյան ոնց է անցնում, ամբողջ օրը ինչ եք անում։ Ամբողջ օրը նստած եմ, աշկս չի տենում, աշկս կորացել է, ոտոս չի աշխատում, հիվանդ կնեք եմ մարդեն, չեմ կարող, ես ամբողջ օրը աթոռը վրա նստած, իրիկունը մութագարես գնում եմ վերև, իմ սեյակը քնում եմ։ Իսկ հեռուստացույց չեք նայում։ Պատահական, լուրեր եմ նայում, ուրիշ բան չեմ նայում։ Հա, լուրեր եմ նայում, մենակ լսում եմ ինչ է կատարում, ինչի Ինչ է կատարվում հիմա Դե աշխարհում։ եթե նա լսեմ ասեմ, որ պատերազմ եմ, ես եմ որտեղ։ Ահա, այդքան մի բան։ Աստատը եւ կմեռնես։ Այդ հասակին պետք է բալաջան ապրելը։ Քանի տարեկան եք։ 95 տարեկան եմ։ 5 տարի հետո գալիս ենք, որ ձեր 100-ամյակը նշենք։ Բա, հա պետք է 5 տարի մնամ որ դուք 100-ամյակը նշեք։ Դու 5 տարի եք մնալու, 20 տարի եք մնալու, 30 տարի եք Բա մնալու։ ապրես, հա։ Գաղտնիք ասեմ ձեզ։ Ասա։ Տեսեք, երբ որ տանը մեծ մարդ է լինում, տան մնացած անդամները երջանիկ են լինում, Հա։ որովհետև տանը պետքա միշտ մեծ լինի։ Մեծը, մեծը լինում են, նայում են, շատ լավ են նայում են, ինչ, հարգանք պատիվ է Որ տանը կարելի։ մեծ չի լինում, այդ տանը դատարկություն է լինում։ Դա չեմ անում։ Հիմա դուք պետքա ձեզ այնքան լավ պահեք, ձեզ այնքան լավ հետևեք, որ տարիներ շարունակ ապրեք։ Հա, իմ հարսն ասել պետք է 100 տարի քեզ պախեմ, ընտիր ապահում իմ հարսանձի։ Վայ ապրի ձեր հարսը։ Ապրի, Բոլորիս էլ ձեր հարսի նման հարս։ Աստված թող տա։ Հա, թոտա, բոլորին է թոտա։ Ահա, հասանք արդեն Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քահանա կա այստեղ։ Ոչ։ Օ, Տիգրան, պաստառ եմ նկատում եկեղեցու պատմությունը վրան գրված է։ Եկեք եթանք կարդանք։ Այո։
Տիգրան, չես պատկերացնի ինչքան լավ է, որ մեր գյուղերում ունենք սրբատեղի։ Մարդիկ արդեն գիտեն, որ կա այնպիսի վայր, որտեղ կարող են գնալ, աղոթել, մոմ վառել։ Իսկ արարողություններ տեղի են ունենում։ Այո։ Պսակադրության արարողություն, մկրտության արարողություն, թե Չէ, քահանա չկա։ Քահանա, որ լինի, ու եկեղեցին վերանորոգեն, ամեն արարողություն էլ կարող է լինել, այո։ Հիմա պատմությունը կարդանք։ Արարատի մարզի Դվինի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1885-1888 թվականներին։ Սուրբ Հակոբ եկեղեցու մուտքի պատին փորագրված տարեթիվն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում։ Տեսեք, այստեղ փորագրված է 1885 ու կառուցվել է գյուղի բնակիչների կողմից, որոնց մի մասը ներգաղթել է 1829 թվականին Խոյի շրջանից։ Այսպիսով իմացանք, որ Դվինի բնակիչների նախնիները եկել են այստեղ Պարսկաստանի Խոյի շրջանից։ Վարկած կա, որ Դվինի Սուրբ Հակոբ եկեղեցու պատերի մեջ տեղադրված մասունքների մի մասը բերված է հենց Ակորի գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց, իսկ որոշ մասունքներ էլ Արևմտյան Հայաստանի Արտագերս ամրոցից։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ քարերն ու խաչքարերը մարդիկ բերել են ձեռքով կամ ուսներին դրած առանց կանգ առնելու։ Եկեղեցին կրում է 4-րդ դարի եկեղեցական գործիչ Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։ 1840 թվականի հուլիսի 2-ի հզոր երկրաշարժի հետևանքով ավերվում է Ակորի գյուղի Սուրբ Հակոբի վանքը, Առաքելոց վանքը եւ գյուղն ամբողջությամբ։ Ցավոք խորհրդային տարիներին տիրող անօրեն վիճակը չէր կարող չազդել գյուղի հինավուրց Սուրբ Հակոբ եկեղեցու վրա։ Արդեն 1930-ական թվականներին եկեղեցին փակվել եւ վերածվել էր պահեստի, աստիճանաբար քանդվել եւ վերածվել խոնարհված եկեղեցու։ Վերջին տարիներին փոքրիշատ է բարեկարգվել է եկեղեցին։ Այստեղ կատարվում են ժամերգություններ, երբեմն նաև սուրբ եւ անմահ պատարագ, բայց սրբավայրը շարունակում է խոնարհված մնալ եւ կարոտ է հիմնովին վերանորոգման։ Մենք այս տեղեկությունը ստանում ենք համայնքի բնակիչ Սերոբ Վարդանյանի կողմից։ Շնորհակալ ենք այս տեղեկատվության համար պարոն Սերոբից, ու եթե մեր հաղորդումը նայում են բարերարներ, Աստծո նվիրյալ զավակներ, նրանց կխնդրենք, որպեսզի ուշադրություն հրավիրեն Դվինում գտնվող այս եկեղեցու վրա եւ հիմնովին վերանորոգենք, որպեսզի այստեղ եւս տեղի ունենան պատարագներ, մկրտության, պսակադրության արարողություններ։ Տիգրան, այստեղ մոմեր եմ տեսնում, կարող ենք վերցնել ու վառել, հա? Այո, երազանք են պահում եւ վառում են։ Ուրեմն սա քեզ, սա ինձ, արի վառենք, երազանք պահենք ու հույս ունենանք, որ Աստված մեր երազանքը կկատարի։ Դու հավատում ես? Հա։ Հավատում ես, որ Աստված մեզ լսում է ու մեր ցանկությունները կատարածում։ Հա, իհարկե։ Որ ընդհանրապես գալիս ես եկեղեցի, աղոթում ես, մոմ ես վառում, հետո Աստծուց էլ ինչ ես խնդրում։ Իմաստություն, համբերություն եւ խելք։ Ապրես, այ ես կուզեմ, որ քո հասակակիցները քեզնից օրինակ վերցնեն։ Արիվիկ ես քարը վերցրու, կպցրու պատին ու երազանք պահիր։ Կկատարվի։ Այո։ Լավ, ես հավատում եմ, տեսնենք։ Ոնց կպցնեմ։ Սեղմիտ պատին եւ բարձրացու վերև։ Հա, կգտնի։ Այո։ Դե, հույս ունեմ Տիգրան, երազանքս կկատարվի։ Ինչպես ես դիմենք։
Տիկինսոնա։ Տիկին Սոնա, ինչպես է կյանքը անցնում Դվինում։ Կյանքը դվինում ուրախ է անցնում, մեր գյուղը շատ լավ հարուստ գյուղ է, համերաշխ գյուղ է, բնակչությունը մեկը մյուսին հարգում են, մեկը մյուսի տուն գնում բարեկամաբար, համերաշխ ենք մենք։ Ու բոլորն երբեմն էլ ամեն շաբաթ կիրակի, ով որ ինչ նպատակ ունի, միս գալիս է Սուրբ Հակոբ ու մատաղ է բերում։ Ամեն դեկտեմբեր ամսվա Սուրբ Հակոբ օրվանը գալիս են այստեղ պատարակ են անցկացնում տեր հայրերը եւ ահագին շատ գյուղի բնակչություններ են մասնակցում դրան։ Ճիշտ է կնունք չի լինում, բայց թե տեր հայրը միշտ գալիս է այդ օրը նշվում է։ Սա հինավուրց եկեղեցի է ու շատ ոնց ասեմ հզոր է։ Մարդիկ ինչ որ խնդրում են Աստվածերեն ծոքնում տալիս է։ Դրա համար էլ եկեղեցին չի խոնարհվել, գալիս են մատնում գնում են։ Ինքս ներքի դվինցի եմ, բայց ապրում եմ եկեղեցու մոտ, ամեն պատարակել, ես միշտ մասնակցել եմ, եկել եմ ու լսել եմ Աստծո խոսքը եկեղեցում։ Ես շատ ուրախ եմ, որ դու գալիս եք այցելում եւ տեսնում եք կեցերում եկեղեցին խոնարհված վիճակով։ Երբ կլինի մի բարերար, որը կգա եւ կօգնի, սարքի կվերանորոգի։ Աստված տա։ Աստված տա, հույսս չեմ կտրում, կլինի սա, ես արդեն 80 տարեկան եմ, բայց միշտ գալիս եմ եկեղեցի, խնդրում եմ, որ ինձ բարերար լինի, ինձ առողջություն տա, իմ բալիկներն են անփորձ լինեն։ Երանի բոլորը ձեր նման աստվածասեր լինեն մեր երկրում։ Երանի, հիմա նրանք ամեն մեկը մի ուրիշ հավատքի հետևից են գնում, բայց ամենակարևորը մեզ համար մեր Աստվածը, մեր եկեղեցին է, մեր Սուրբն է, Ազի ջան։ Իհարկե։ Երբ որ մեր ազգը Աստծուն մոտենա, մեր երկրում այսքան չարագործություններ տեղի չեն ունենա։ Եթե հիշեն, որ Աստված կա, կարող են ինչ-որ ժամանակ էլ պատժվեն, երբեք չարագործություն չեն անի, բոլոր մարդիկ բարի կլինեն, մեկը մյուսին կհարգեն, կսիրեն, պատիվ կտան մեկը մյուսին։ Այդպես է կյանքը։ Շնորհակալ ենք շատ։ Խնդրեմ։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, եկանք Դվին բնակավայրի այգի, այստեղ տեսնում եմ հուշարձան, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի անմահ հերոսների հիշատակին։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Դվին բնակավայրը եւս հերոսներ է ունեցել։ Նրանք են Արթուր Դանիելյանը, Արամ Մինասյանը եւ Հովհաննես Եդիգարյանը։ Ուզում եմ, որ ձեր հիշատակը տղերք վառ լինի ու բոլորս էլ միշտ ձեզ հիշենք, խոնարհվենք ձեր սխրանքների առաջ։ Նաև շնորհակալություն եմ հայտնում ձեր ծնողներին, որ ձեզ այդպես են դաստիարակել։ Դուք հանուն հայրենիքի չխնայեցիք ձեր կյանքը։ Մենք պարտավոր ենք ամեն գնով սիրել ու պահպանել մեր հայրենիքը։ Բարևներս։ Բարև ձեզ։ Եկեք սկզբի համար ծանոթանանք։ Քո անունը։ Մանանա։ Մանանա։ Էդուարդ։ Օ, Վահագ։ երեխեք, մենք ժամը 12-ից ձեր գյուղում ենք ու փորձում ենք բացահայտել Դվինը։ Հիմա ես ուզում եմ նաև դուք ինձ մի փոքր ձեր առօրյայի մասին պատմեք, ասեք գյուղում ինչպես է կյանքը անցնում, ինչ հաճելի զբաղմունքներ ունեք։ Գյուղի կյանքը շատ լավ է անցնում։ Ահա։ Ես մանկուց սիրել եմ գյուղը։ Գյուղում ստեղ խաղում ենք երեխեքով ֆուտբոլ եւ այլ խաղեր։ Ես երբ գալիս եմ սատ, նաև խաղում եմ քրերիս եւ ընկերներիս հետ։ Ամենաշատը խաղում եմ Վահագի եւ Դավիթի հետ, որովհետեւ իմ ամենամոտ ընկերներն են։ Մեկը Սարգիսի։ Ես մանկուց սիրել եմ գյուղը։ Ես կասեմ, որ գյուղը շատ լավն է, ու կյանքում ես գյուղը չի լքի։ Բա որ Չարենցավանից լինի քո սիրած տղան ու քեզ Չարենցավան հարց տանեն, ինչ ես անելու։ Կբերի տամփեսը։ Հա, բանանը։ Կասես չէ։ Չարենցավան չեմ ուզում, գնում ենք Դվինում ենք ապրելու, հա։ Այո։ Բա որ չհամաձայնի։ Չի պսակվի։ Ուրիշ հետ կզի։ Ես կառաջարկեմ, որ Դվինից պեսացուն լինի, որ միշտ ապրես Դվինում։ Այո։ Հա։ Հա։ Երեխեք, օրինակ այստեղ ինչ հուզող հարցեր կան։ Ինչից եք շատ բողոքում եմ, որ ասում եք, ով
Ով էլ ներվերս չի հերիքում։ Ոչ մի բանից մենք մեր գյուղը շատ սիրում ենք։ Ինչ ես դառնալու որ մեծանաս։ Հələ չեմ որոշել։ Ես քեզ գիտես ինչ եմ պատկերացնում ապագայում, ինչպիսին եմ պատկերացնում ապագայում։ Ինչ։ Դվինի գյուղապետ։ Հաստատ։ Այ առաջինը ինչ կանես քո գյուղում, երբ որ գյուղապետ Սաղ դառնաս։ փողոցները կասֆալտապատեմ, գյուղը կսարքեմ, Ահա։ դեր սաղ կսարքեմ, որ երեխաները գան խաղան։ Բայց լավ էլ մեծ այգի ունեք, խաղասարքեր կան այստեղ, էլ ինչը կսարքես, կանաչապատ, ծառեր, Հա, մի հատ էլ փոքր դաշտ կսարքեմ, որ խաղան։ ֆուտբոլ խաղան, ֆուտբոլի դաշտ չունեք մեծ։ Ունենք ներքևն է, բայց քանի լավը չէ՞ էլի։ Գրքեր կարդում ես։ Քիչ։ Քիչ, ամբողջ օրը Instagram, TikTok, հա, TikTok, Facebook։ Instagram չէ։ Մենակ TikTok ես թերթում։ TikTok-ից ես ինչ ճանաչում։ Մենակ TikTok-ից չէ։ Հա, Facebook, Instagram։ հա, պատանը քաշած ինտերնետ կապ ունեք։ Հա։ Որն է։ Մենք F-net-ից ենք օգտվում։ Հա, լավ կապ է F-net-ը։ Շատ։ Որ TikTok-ը թերթում ես, հո չի կախում դեռ։ Չէ, շատ հզոր կապ։ Էդուարդ, հիմա արի մի քիչ բամբասենք էլի գյուղի բնակիչներից, այ ինչպեսին կուզես, որ նրանք լինեն։ Ֆուտբոլ խաղալուց չկան ասեն մարդկա քնած կամ էլ չկան հավեր Խանգարում խոսան։ են մեր անդորը։ Հա, փոքր երեխաները գալիս են մեր հետ ֆուտբոլ են խաղում, ուսի կորպուս ենք տալի ընկնում են, գալիս են մեր վրա են խոսում։ Ծնողները, երեխաքի, որտեղ եք ֆուտբոլ խաղում։ Հետևի մասը։ Հասկանում եմ, որ դաշտ չունեք, էլի, դաշտի կարիք ունեք ֆուտբոլի դաշտի։ Դե հեսա ստեղ սարքելու են տրինաժոր կրել ենք 25 միլիոն Լուրջ, այստեղ են սարքելու։ տրինաժոր։ Օ, այլ երեխաների հետ շփվում էինք, իրենք ասեցին, որ երբ որ դասերը 8:30 սկսվում են, մի փոքր ուշանում եք, ել ձեզ դպրոց չեն թողնում, այդպես է։ հա։ Այո։ Այսինքն, եթե 8:40 հասնեք դպրոց, դռները չեն բացի ձեր առջև։ Բաց են, ուղղակի պետք է համոզենք, որ բաց են։ Ուղղակի պետք է մի քիչ ուտ խոսանք, որ բաց են։ Երկրորդ ժամն են բացում կամ էլ մենք դժգոհ ենք, որ 8-ին է, որովհետև մեր անդորն է խանգարում, չեն թողում հանգիստ քնենք։ Ահա, այդպես կիսաքնած գնում եք։ Առավոտը Ասեք զորով սովոր։ հելնում եք։ Լավ չի էլի։ Առաջ գոնե 9-ին էր, դա լավ էր, հիմա 8 է։ Այ մանանա, բա դու ինչպեսին կուզենայիր, որ մարդիկ լինեն ամբողջ Հայաստանում։ Աշխատանքը էր, Ահա։ մեր սադը վերանորոգեն, որ երեխեքը չդժգոհեն։ Դու որոշել ես ինչ ես դառնալու։ Փոքր ժամանակ չի կարելի առաջ մասնագիտություն ընտրել, որովհետև կարող է դու լավ չսովորես, Ահա։ մասնագիտությունը սովորես, քեզ հույսով անես ու չմտնես այդ մասնագիտության մեջ։ Ես ուզում եմ դառնալ վիրաբույժ։ Ինչու։ Լավ գործ է, դրա համար պետք է շատ լավ սովորեմ։ Ես փոքր ժամանակ արդեն որոշել էի մասնագիտությունը 10 տարեկանից որոշել էի, որ պետք է դառնամ լրագրող, գնամ այսպես գյուղերում հաղորդումներ նկարեմ, մարդկանց խնդիրների մասին խոսեմ, որ օգնենք խնդիրները լուծեն։ Մեր գործը շատ լավ գործ է, չէ՞ Վահագ։ Այո։ Ահա, հետո որ դառնաս վարչական ղեկավար, գյուղապետ, կգան քեզնից հարցազրույցներ կվերցնենք, լավ։ Ահա, երեխեք տեսնում եմ, որ բուժամբուլատորիա են այստեղ կառուցում։ Հա, վերջապես կունենաք, շատ լավ է։ Վերջապես ֆայմեցին։ Հա։ Այն ժամանակ ուր եք գնում։ Այս ժամանակ խանութներ էին բացում։ Լավ, երեխեք, այսպեսի առաջարկ ունեմ ձեզ։ Եկեք հիմա երգ նվիրենք մեր հայոց ազգին, կամ ինչ-որ բանաստեղծություն Վահագ, մայրիկին։ Երեխեք, ուզում եմ ձեզ մի բան ասել, ուրեմն կա Voice of Dream սոցիալական նախաձեռնություն։ Երեխաները նկարչությամբ են զբաղվել ու իրենց նկարները այժմ վերածվել են նոթատետրերի գրիչների։ Հիմա ես ուզում եմ դուք երգեք, արտասանեք եւ ես սրտանց կնվիրեմ ձեզ։ Հիմա Էդվարդ, ուզում եմ որ մի երգ երգես, մենք էլ լսենք։ Մութկիշեր խաղաղ քնած է Արցախ աշխարհը Սահմանին դիրքը հպարտ զգում էր քաջ զինվորը ապրիր երկու մուտիշկերը թշնամին է գաբար հարցակվեց ու կռիվ եղավ պատերազմեն քարորյա հայքած զինվոր կռիվ կտայր կպայքարեիր հերոսաբար կողքիր կանգնած հայ ժողովուրդ հայ կամավոր ու եկնաձայն կռիվ տավին
հերոսները դիրքը այրան պահելով չթողեցիք որ բղծեն մեր պատմությունը հայոց եկեք հիմա հենց այս պահին կհիշենք մեր հերոսներին չէ որ նրանց այրան գնով ապրում ենք մենք խաղաղ երկրում ձեր այրան գույնով ներկի հայոց սրբազան դուք տվեցիք եւս մեկ կյանք խաղաղ կյանք սերունդներին Ապրես, շատ ապրես։ Ծափարություններ։ Չեմ լսում ինչ ես ասում։ Ասում չարտասան եմ էլի։ Ինչի։ Վահագ, լսի, մեջքդ ուղիղ նստի։ Դու ապագա վարչական ղեկավար ես 20 տարի հետո լինելու։ Այո։ Այո, հիմա քեզ վարչական ղեկավարի նման ձիգ պահի։ Ապրես, 5 օր հետո մարտի 8-ն է լինելու։ Ինչ ես նվիրելու դու մայրիկին, քույրիկին, տատիկին, դասղեկին, ընկերուհուն։ այ Ես սիրած աղջկան։ Հա։ Աղջիկա։ Ինչ ես նվիրելու։ Բոլորին մեկական վարդ, Մեկական արտասանություն։ արտասանություն։ Չէ, ավելի լավ է բոլորի տարես մեկական վարդ նվիրես։ Հա, կնվիրեմ, հա։ Փող ունես։ Հա, ունեմ։ Որտեղից։ Ես հավաքում էի մարտի 8-ի համար։ Արդեն հավաքել ես, ինչքան ես հավաքել։ Մի 7000 համար է։ Հա, շատ լավ է։ Լավ ճոխ նվերներ կարաս առնես էլի։ Սիրածդ աղջկա համար ինչ ես առնելու։ Էլի ծաղիկ։ Ծաղիկ, իսկ բացի գրելու ես։ Ինչի ինքը իմը գրել է։ Ես իմ կգրեմ։ Ինքը քեզ նվեր տվել է։ Ոչ տվել է, ոչ է գրել է։ Հա, դուք իրար սիրում եք։ Ինքը չէ ես հա։ Հա։ Բայց իրանով անեմ է։ Իրար սիրունով անեմ։ Որտեղից է։ Իմ դասայից։ Հա, ինքը գիտի քո սիրո մասին։ Ահա։ Անունը ինչ է։ Դե չեմ կարող ասել։ Դու գիտեք անունս։ Ատանջը տեկել ես Չէ, չեն կանջատում։ Ադե ես որ մեկին չեմ սիրում, սրանք են ասել, որ ասեմ։ Բաղադրեք էլի, ամոթա շատ եմ խնդրում։ Եվանեի ցեղին вообще չեմ սիրում։ Աստված իմ ինձ չես սիրում։ Ձեզ սիրում եմ, Ինչ ես ինձ սիրում բա։ որտեվ դուք շատ սիրված եւ հայտնի լրագրողուհի։ Ապրես, ես էլ քեզ եմ սիրում վակ։ Ես էլ ձեզ։ Ապրես։ Այ վակ, հիմա ինչ ես արտասանում մայրիկի համար։ Ուրեմն երբ որ վագը սիրելի հերոստատիտողներ հետևորդներ մեզ տեսավ մտան կողի ուրախացավ։ Չեմ հավատում ասում է, արևիկն է եկել, չեմ հավատում։ Ասում է գնամ շորերս փոխեմ գամ, նկարվեմ, հայտնի դառնամ, ճիշտ է։ Ոնց։ Հիմա պիտի արտասանես, որ հայտնի դառնաս։ Այս ձերքերը, մոր ձերքերը, հինավուրցունոր ձերքերը, ինչ են ասես ոչ են արել այս ձերքերը։ Մենք ձեզ շատ ենք սիրում ու շնորհավոր ենք ձեր մարտի 8-ը միշտ ուրախ տարի անցկացնեք եւ շնորհավոր ձեր բոլորի մարտի 8-ը։ Ահա մայրիկին եւ կանանց։ Պարտից գնում ենք սաղման Գիտեմ ու ջեղես ասաղման Պաշպան եղիր հողին հայոց Իմ հայձին որի բեթամ գրոց Ոյ կոմիջքս նունը գիտեմ Աղոտներով միջկս հետեմ Ոյ կոմիջքս նունը գիտեմ Աղոտներով միջկս հետեմ Աղաղ լինի մի շապան քոտում դարձի Ինչ է լինի Պալեսնում վերադարձի Թող որ լսեմ ոտնաձայներդ Կամանց Մտաշաղին ասա դու մամա ջան դուրդ բաց Քանի որ իրեն լուրջ դրսևորեց մանանան Voice of Dream-ի կողմից այս նոթատետրը եւ գրիչը նվիրում եմ մանանային Շնորհակալություն Ահա, ինչ նպատակներ ունես, կգրես այս օրագրի մեջ, քո օրվա ամեն ինչ որ կատարվի քեզ հետ, կգրես օրագրի մեջ, որ հետո 10 տարի անց բացես, կարդաս ու հիշես։ Այո Ահա, Ու էտա հին օրերով։ ու գնաս։ Հին ժամանակներ։ Հա, Սովետի վաղտեր։ դες կան բան գիտես։ Աբոնց։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե դուք ուզում եք բարեգործություն անել, ապա կարող եք այցելել Voice of Dream-ի Facebook-յան, Instagram-յան պաշտոնական էջերը, այնտեղից on-line պատվիրել գրիչներ, նոթատետրեր, նկարչական ալբոմներ,
ամբողջ վաճառքի հասույթը կփոխանցվի հատուկ կրթություն ունեցող երեխաների զարգացմանը։ Իսկ այնտեղ գիրք չկա։ Գիրք չկա, նկարչական ալբոմը, այսպիսի նոտատետրը, գրիչա, մոմա պատրաստած։ Այսինքն երեխաները նկարչություն են անում եւ դրանք վերածվում են այսպիսի տետրերի։ Լավ գաղափար է, չէ։ Ես Voice of Dream-ից մի հատ գրիչ ունեմ այն նրանից։ Շնորհակալություն Voice of Dream-ի անձնակազմին։ Վաղ ինչ ես անում։ Ֆուտբոլ։ Մեծ տղա ես։ Դասերը սովորել ես։ Չէ, իրիկուր կսովորեմ։ Դասերը սովորել ես։ Խափում։ Դասերը սովորել ես, հա։ Սովորել ես։ Վաղ գիտեք ինչ առարկաներ ունեք անցնելու։ Մայրենի մաթեմ, ռուսերը, ֆիզկուլ։ Այդ ես անգլերեն սկսենք։ Նույն դասարանում եք սովորում։ Չէ, ես մեծ եմ։ Հակառակ։ Հա։ Ես ինը դասան։ Ահա։ Հիմա այս պայմաններում պետքա ֆուտբոլ խաղանք։ Հա։ Ինչ անենք, հիմա չեն սակում, մտնելու են բողոք եմ։ Բողոքի։ Հəl տեսնեմ ոնց են դվինցիները ֆուտբոլ խաղում։ Վահագ, Վահագ։ Վահագ, ասում ես այս հարցը ինձ էլ տուր։ Հիմա հարցը տալիս եմ։ Ինչպիսին կուզենայիր, որ մարդիկ լինեին։ Բարի, ջջղայնանային, մաքրասեր, երեխաների վրա անիմաստ չգորան, շարչանեն, ամենակարևորը։ Մանավանդ մեկը կա, այս գյուղում, այդ կինը, Ձեր վրա անդադ գոռում է շարանում։ հա, ու լինեն մաքրասեր, որ գյուղը սենց բաներ չլինի։ Մենք մեկ գալի հավաքվում ենք սաղ գյուղի գրադարակի երեխեքով, ստեղ մաքրություն ենք, բայց փնթիները գալի էլի թափում են։ Գիտես ինչ արա։ Թուղթու գրիչը վերցնում ես, գալիս ես տաղավարում նստում ես, ով աղբ թափի, մի 50,000 տուգանք ես գրում։ Իրանքցի փողտովողը չէ, սաղ կծի մերում է։ Ախպյաման 500 դրամ։ Ահա, համ կաշխատես, համ էլ գյուղը մաքուր կմնա։ Չէ, ինձ պետք չի նման ձև աշխատելը, ինձ պետք է որ իրանք չթափեն։ Բոլորդ ուսուսի տված մտնում եք վարչական ղեկավարի աշխատասենյակ ու ասում եք, Զուգապետի։ հա, ասում եք պարոն, ազգանուն ի՞նչ է։ Չգիտեմ ազգանունը։ Ավետիսյան։ Հա, ոնց է, չգիտեմ։ Վաղը բոլորդ մտնում եք վարչական ղեկավարի նստավայր ու ասում եք. Մեր գյուղին անհրաժեշտ են աղբամաններ, որովհետև երիտասարդների ձայնը լսելի է։ Դուք աղբամաններ Մի հատ բան ասեմ, պահանջեք։ էլի։ Հա, Ստեղ մեջների ռիսկովը մենակ ես եմ գիտեմ։ ու մեկ էլ Դավոն։ Ահա։ Ինքը չի գա, ինքն էլ չի գա, հաստատ ինքն էլ չի գա, կասեն հալա բանը էլ ասեց։ Իրանք չեն գա, ես հաստատ կգամ։ Իմ անունը կտաս, հա։ Կասես երեք արևիկներ եկել Հա։ ու մեզ ասաց, որ անպայման մոտենանք ձեզ ու խնդրենք, որ գյուղի տարածքում ինչքան հնարավոր է շատ աղբամաններ տեղադրեք, որպեսզի բոլորը գյուղը մաքուր պահեն։ Լավ։ Լավ։ Պայմանավորվեցինք։ Բարև, Բարև, ոնց ես։ լավ, Ինչ կա չկա։ բան չկա, Անունդ ինչ է։ մհեր, Մհեր ջան, բա ինձ չես հարցնում, ես ոնց եմ, Հա, ինչ դուք եմ։ ոնց եք։ Յոլա են գնում էլի ախպեր ջան։ Դվինցի ես դու։ Հա։ Ում ախպերն ես։ Վահագի, Վահագի, ո՞ր Վահագի։ այ, Հա, այն մեր լավ տղու ախպերն ես։ հա, Հələ ասա տեսնեմ քուրիկ ունեք, 15 տարեկան քուրիկ, հարազատ։ հա, 17 տարեկան աղբեր մեծ, Ահա։ 14 տարեկան աղբեր էլի ունեմ հարազատ, Հա։ ու Վահագը 12 տարեկան, ու ես 9 տարեկան, Հայ աման, ես ինչ խելաց ես դու։ Այսինքն 5 երեխա ունենք քո ծնողները։ Բա քո աչքերի գույնը ում աչքերին է նման։ աղբորս, ավետի, Շատ հետաքրքիր է, գիտես, չէ։ Մարդ չի հասկանում շագանակագույնը, կանաչը։ Մեր դու ինչ երազանքներ ունես։ մոտո, էլի բոքս գնամ, Այսինքն կուզես, որ գյուղում բոքսի խմբակ լինի, որ գնաս բոքս պարապես։ Դու որոշել ես, մեծանաս ինչ ես դառնալու։ հա, բաքսով, Դե պետքա հիմիկվանից պարապես է, անգամ ուշացրել ես։ ամառը բոքս եմ գնալու, Որտեղ Արտաշատ։ կարող է, հա, Հա։ Կողքի գյուղերում չկա բոքսի խմբակ։ չգիտեմ, ստե Այգեստան բարբակա, Չես ուզի բարբայի գնաս, չէ։ Բոքս ես սիրում հենց։ Ահա, ուրեմն արի կոչ անենք բոլորին, որ Դվինում բացեն սպորտին վերաբերող լիքը խմբակներ։ Լավ կլինի, չէ։ հա,
Ահա, դու էլ չես մտածի ով քեզ տանի կողքի գյուղ կամ Արտաշատ կամ Երևան։ Աստեղ էլ բոքս բացեն, դեպի որ էլ չգնամ։ Ապրես դու։ Ես հույս ունեմ, որ մեզ կլսեն ու անպայման հաջորդ անգամ որ այցելեմ Դվին, կասես Արևիկ, արդեն բոքսի խմբակ կա մեր գյուղում։ Դու էլ արի մասնակցի։ Վահագ, բավականին մեծ գյուղ ունեք, վերին Դվինն է, չէ։ Հա, Արևիկ, կարող է դեմով սիկ ունենաս, ուղղակի տատիկս միշտ դրանից է կաթացնում։ Վերջացել է։ Հա, Վահագ ջան, սրա հետ չես։ Հա, ուղղակի պիտի գնանք Երևան Էմիլի ֆարմից առնենք դրա համար։ Հա, ես միշտ պահում եմ իմ մոտ դեմոպտիկ, որովհետև որ գնում ենք գյուղերը նկարելու, աչքերս մեջ փոշի է, էլի լցվում, այդպես մեկ-մեկ կաթացնում եմ։ Արի տամ քեզ, դուր թող տատիկ օգտագործի, մինչև գանք Երևան Էմիլի ֆարմից առնենք։ Լավ, շնորհակալություն։ Լավ, Վահագ ջան։ Սիրելիներս, հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է Fnet Telecom ընկերությունը, որը հասանելի է Դվին բնակավայրում։ Fnet-ը առաջարկում է գերարակ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ ու խելացի լուծումներ։ Մանրամասների համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով եւ օգտվեք ամենաընտանեկան կապից։ Շնորհակալություն մեր գործընկեր Էմիլի Farm դեղատների ցանցին։ Այսօր էլ անցկացրեցինք Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դվին բնակավայրում։ Դե ինչպես գիտեք, Դվինը եղել է մեր հնագույն մայրաքաղաքներից մեկը։ Մայրաքաղաքի ավերակները գտնվում են Հնաբերդ բնակավայրում, որտեղ ամիսներ առաջ մենք եղել ենք։ Սիրելիներս, ուզում եմ շնորհակալություն հայտնել դվինցիներից, որ մեզ սրտաբաց ընդունեցին։ Դե դպրոցից իհարկե շնորհակալ չեմ, որովհետև դպրոցի պահակը չթողեց, որ մուտք գործենք ու նկարահանում իրականացնենք այնտեղ։ Ես տնօրենի հետ զրույց ունեցա, բայց արդեն տրամադրություն չունեի այլևս դպրոցում նկարահանումներ անելու, այդ պատճառով էլ տեղի չունեցավ մեր նկարահանումը դպրոցում։ Ինչևիցե շնորհակալություն եմ հայտնում բոլորին, մեր հայրենակիցներին, որ մեզ սպասում են իրենց բնակավայրերում։ Մեր աշխատանքը այն է, որ մենք վերհանենք խնդիրները, փորձենք մարդկանց խորհուրդներ տալ, որ պետք է գյուղը սիրել, պետք է գյուղը մաքուր պահել, գյուղում ապագա ստեղծել, աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարդիկ մնան այստեղ ու չլքեն իրենց տները։ Համենայն դեպս ես ցանկանում եմ, որ ժպտանք ու ուրախ ապրենք այս կարճատև կյանքը, իրար չվնասենք, իրար չխանգարենք, չնախանձենք ու եթե կարող ենք միայն օգնենք։ Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ ու կսպասեք մեզ ձեր բնակավայրերում, մենք անպայման կայցելենք ձեզ։ Բարի գիշեր, խաղաղ գիշեր։